Այսօր Վրաստանում նշում են Նինոոբան, ի պատիվ քրիստոնեության հովանավոր Սուրբ Նինոյի։ Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում տեղի է ունենում աստվածապաշտական արարողություններ։ Թբիլիսիում Սուրբ Աստվածածին վերափոխման մայր տաճարում հավատացյալները հնարավորություն ունեն դիպչելու սրբությանը Սուրբ Նինոյի խաղողի որդից հյուսված խաչին։ Ըստ ավանդության, հենց այս խաչով Սուրբ Նինոն քարոզել է և համոզել Իբերիայի թագավոր Միրիա III-ին և թագուհի Նանային ընդունել քրիստոնեական հավատը։ Վրաստանում Սուրբ Նինոյին հիշատակում են տարին 2 անգամ՝ հունվարի 27-ին նրա մահվան օրը և հունիսի 1-ին Գալստյան օրը։ Այսօր նաև անվանակոչության օր է բոլոր նրանց համար, ովքեր կրում են Նինո անունը։ Ყველას գիտությամբ Նինոոբաս։ Շնորհավոր եմ Նինոոբա։ Დღეს არის წმინდა ნინოს გარდაცვალების დღე. წმინდა ნინო შემოვიდა საქართველოში მეოთხე საუკუნეში და ის ცხოვრობდა Այսօր Սուրբ Նինոյի մահվան օրն է։ Սուրբ Նինոն Վրաստան է եկել 4-րդ դարում։ Մինչ այն նա ապրել է Կապադոկիայում և եղել է իր ծնողների միակ զավակը։ Սուրբ Նինոյի քեռին եղել է պատրիարք, ով էլ նրան օրհնել է և ուղարկել է Վրաստան քրիստոնեությունը քարոզելու առաքելությամբ։ Սուրբ Նինոն ճանապարհ է ընկել Հռիփսիմեի և Գայանեի հետ միասին, ինչպես նաև 40 գույսերի հետ։ Հռիփսիմեն և Գայանեն մնացել են Հայաստանում, ներկայիս Էջմիածնի տարածքում, իսկ Սուրբ Նինոն շարունակել է իր ուղին դեպի Վրաստան։ Նա հասել է Փարվանա լճի մոտ և գիշերը հանգստացել է լճի ափին։ Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան աղջիկ էր։ Այդ գիշեր Սուրբ Նինոն ունեցել է հայտնություն։ Նրան երևացել է Հիսուս Քրիստոսը, ով տվել է նրան պատգամ և ցույց տվել ինչպես պետք է քարոզի քրիստոնեությունը Վրաստանում։ Նա նաև նրան տվել է խաղողի որդից պատրաստված խաչը։ Սուրբ Նինոն իր մազերից կտրել է և դրանցով կապել խաղողի խաչը, ապա շարունակել իր ճանապարհը Փարվանա լճից ոտքով հասնելով Մցխեթա։ Սուրբ Նինոն վախճանվել է Կախեթիում, Բոդբեում։ Նրա մասունքները հանգչում են Բոդբեի Սուրբ Նինոյի վանքում, որը մինչև այսօր սրբավայր է հավատացյալների համար։ Ըստ մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս սրբազան օրվա առթիվ, թող Սուրբ Նինոն ձեզ պահապան լինի, ուրախացնի և զորացնի ձեր հավատը։ վազის ჯვარი. წმინდა ნინომ რო გაიღვიძა, ნინო გაგახაროთ, გაგაძლიეროთ და თქვენი ლოცვები შეისმინოს. დაეხმაროს ჩვენს ქვეყანას, ჩვენს საქართველოს, ჩვენს სამშობლოს, ჩვენს სასომხეთს, მთელს მსოფლიოს, რომ იყოს მშვიდობა და იყოს ჯანმრთელად იყვნენ ადამიანები და რომ ყველა იყოს გახარებული. ყველას გილოცავ.